Տունը, որտեղ 17 տարի ապրել է Վիլյամ Սարոյանը, վաճառվել է։ Գրողի Ֆրեզնոյի տան գնորդի ու կատարված գործարքի մասին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մանրամասներ չգիտի, բայց գիտի, որ այն կստանա տուն-թանգարանի կարգավիճակ։ Նախարարը պատրաստվում է առաջիկայում մեկնել Ֆրեզնո, հարցը նրա օրակարգում է։ Ձեռքբերողը դա պահպանելու է որպես տուն-թանգարան։ Մշակույթի նախարարը վերանշանակման 1 տարին ամփոփեց խորհրդանշական վայրում։ Կոմիտասի տուն-թանգարանը տարվա ձեռքբերումներից մեկն էր։ Ոչ պակաս ձեռքբերում էր Վենետիկի 56-րդ բիենալեն, որտեղ Հայաստանի տաղավարն արժանացավ ոսկե առյուծ գլխավոր մրցանակին։ Հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում էր սփյուռքահայ 18 արվեստագետ։ Այդ օրերին նաև տպագրվեց ուրեմն Սկիռա հայտնի իտալական հրատարակության կողմից ուրեմն կատալոգը հայություն, որը ներառում է ըստ էության նկարագրությունը եւ մեր ուրեմն տաղավարի եւ մեր 18 արվեստագետների ստեղծագործությունները։ Նախագծերից մեկն էլ գրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմն է։ Հայ-ռուսական արտադրության ֆիլմի սցենարիստը հայ է։ Նկարահանումները Սանկտ Պետերբուրգում եւ Նյու Յորքում են։ Այն կլինի վավերագրական, խաղարկային տարրերով։ Իր ընտանիքի կողմից ինչ որ ֆիլմ նաև նկարահանվում է զուգահեռաբար, տեսնենք թե մենք ինչ արդյունք կունենանք, բայց այն սցենարին, որ մենք ծանոթացել ենք, բավականին տպավորիչ էր եւ ուզում եմ, որ ֆիլմը արդյունքը նույն ձևի հետաքրքիր կլինի։ Թանգարանների գիշերը այս տարի կլինի տեխնոլոգիական, գործում է Fire Chat մոբայլ հավելվածը։ Global Chat-ը միավորում է այցելուներին, աշխատում է առանց ինտերնետի եւ հնարավորություն է տալիս տեղեկանալ, թե ինչ է կատարվում մյուս թանգարաններում։ Այս տարի թանգարանների գիշերին մասնակցում է 111 թանգարան։ Հայկուհի Ասատրյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։